Ես ազգային ժողովի համար կարամ մի բան ասեմ, մանավանդ իշխող քաղաքական ուժի համար, բերեք չմոռանանք, որ իրանք մեկ գիշերվա մեջ 120,000 հայի մերժեցին, 120,000 հայից հրաժարվեցին, իրանց մասին էլ խոսալը ավելորդ է ժողովուրդ, իրանք Ադրբեջանի կամակատարներն Հայաստանում։ Պարոն Վարդանյան, ժխտելով ցեղասպանությունը, հրաժարվելով այն ինչ տեղի ունեցել հայոց պատմության հետ, հայ ժողովուրդն ու Հայաստան ինչ առավիճների առաջ կարող են կանգնել։ Տեսեք, եթե վերցնում են ժխտեն հայոց ցեղասպանությունը, սրանք մի բան են, հաշվարկ չեն արել ճիշտ։ Սփյուռքը գոյացել է հայոց ցեղասպանության զոհերի փախստականների շնորհիվ, ովքեր կարեցել են մազապուրց լինեն եւ աշխարհի տարբեր ծայրերում ծավալել։ Ներկա պահին դա մեզ բերելու է հասցնի այն աշճանին, որ մենք դառնալու ենք նոր պետություն, իրանց ասած այդ նոր Հայաստան, նորաձև Հայաստան, մենք պետքա գնանք մեր պատմական հետքերով, մենք պետքա մեր պատմությունը չհրաժարվենք, մեր պատմությունը դա մեր երեսնա, մեր կերպարն է։ Պարոն Վարդանյան, հայ պատմաբաններ մինչ այն այս ամենին լռության ասեմ ինչից է։ Մենք Հայաստանի Հանրապետությունում, եթե մենք գնահատենք իրական քաղաքական վիճակը, Հայաստանի Հանրապետությունը 94 թվականից զավթված է եղել կլանների կողմից։ 94 թվականից այս կողմ մինչև այսօր իշխանությունը զավթված է մի քանի կլանների կողմից եւ իրանք միշտ իրար փոխանցում են նույն բանով, որակական բնույթով, իրանց պլանով։ Այսուհետ համահայկական ճակատ շարժում է եւ համահայկական ճակատ կուսակցությունը միանշանակ ձեռնամուխ լինելու, որ հաջորդիվ չլինի նմանատիպ դեպքեր։ Մեր իշխանությունը պետք է լինի ազատ, եթե մենք հիշում ենք Նիկոլ Փաշինյանը 18 թվականին գոռում էր, որ իշխանությունը զավթված է, մենք պետք է իշխանությունը փրկենք, ժողովուրդին փրկենք եւ ունենանք մեր երկիրը, որը որ ապարդյուն բառեր էր եւ չեղավ, ոչ մի բանը չեղավ, չկարեցան։ Այսինքն իրանք պլանավորած ուրիշ ծրագիր ներկայացրեցին ժողովրդին եւ եկան կատարեցին ուրիշ ծրագիր լրիվ։ Ուստի մենք հիմի մերժում ենք իրանց եւ իրանց հետ համատեղ այն մարդկանց, ովքեր որ կասկածի տակ են դնում հայոց ցեղասպանությունը։ Պարոն Վարդանյան, ունենք մատենադարան, որտեղ ձեռագերտ մատյաններով պահպանվում է հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքը։ Արդյոք այդ ձեռագրերը Փաշինյանի թեթև ձեռամբ չեն անհետանա, կամ ինչպես պահպանել։ Հաշվի առնելով, որ գրծվել է նորաձև է նախագծի շրջանակներում ամուսիններով Փաշինյանները փորձում են կրթել եւ նոր իրական Հայաստանի մասին, չգիտեմ ինչ նոր թեզեր են փորձում առաջացնել օրական։ Ես անցած հարցազրույցին եմ ասել, կրթվելը միշտ է եղել նորաձև, ոչ թե նիկոլական խմբակի ոհմակի համար, այլ հասարակ մականացուների համար, մարդկանց, հայերի, աշխարհի բոլոր մարդկանց համար կրթությունը եղել է նորաձև։ Տվյալ պարագայում իրանց կրթությունը նորաձև է մտնում է այն ֆորմատի մեջ, որը որ իրանք ստանում են Բաքվից, Ադրբեջանից, այդպես մեր պատմությունը խեղաթուրերով, ցեղասպանությունը մերժելով, Հայաստանի տարածքները ճանաչելով որպես Ադրբեջանի տարածք, դա դառնում է նորաձև։ Նմանատիպ այդ, որ ասում եք պատմաբաններ եւ այլն, այդ մարդիկ են այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի եւ այդ ամբողջ ոհմակի կամակատարներն են։ Մենք այսօր չունենք մարդ 1000-ից մեկն է, որ հստակ ինքը արտահայտում է իր կամքը եւ ասում է իրականությունը, իրեղենը։ Իսկ այն մնացածը վախենում են Նիկոլ Փաշինյանի դատաստանից, որովհետեւ եթե նրանք հելնեն խոսան, Նիկոլ Փաշինյանը տենում եք, ով քաղաքական ինչ-որ ակցիա է անում, ով դեմ է խոսում եւ այլն, միանգամից քրեական գործ, կալանք, լավ ու նմանատիպ բաներ։ Դրոշով երթի խորհրդանիշը, որ խնդրեմ կմեկնաբանեք։ Դրոշով երթի խորհրդանիշը ասեմ, 90-ական թվականներին այս երրագույնով ազատագրեցին մեր Արցախը, այս երրագույնով գնացին մեր տղերք համախմբված մարդիկ, այսօրվա դրությամբ էլի կրկնեմ համահայկական ճակատ շարժումը
եւ համահայկական ճակատկուսակցությունը նախաձեռնել է համախմբել Եռագույնի կողքը ազգային ուժերով եւ մենք համատեղ մեր քայլերով հեռացնենք այս իշխանությանը։ 80 մետր որևէ նշանակություն ունի, թե Չէ, այդպես է ստացվել։ չէ, պրոստը 80 մետր դրոշ սենց է ստացվել, որ ինչ-որ խորհրդանիշ չի հետապնդում ինքը։ Նաև եթե նկատել եք, մեր եզդիական համայնքն էլ միացել իրանց դրոշով, իրանք էլ մեր հետ դարերով պայքարել են Հայաստանի Հանրապետության համար ու մինչև այսօր մեր կողքը կանգնած են մեր հետ, գնում ենք խորհուրդ կտամ մնացած ուժերին, սա ազդակ է եւս մեկ անգամ համախմբելու, այ տեսեք մեր պետական դրոշը, ուրիշ դրոշ չէ։ Համախմբել պետական դրոշի կողը, ովքեր որ իրականում ուզում են Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն անեն, սիստեմային իշխանափոխություն, ոչ թե անձային, ստե մեր նպատակը այսօր մենք պետություն ունենալն է եւ մեր Հայաստանի Հանրապետության ցանկացած անձ հայը ամբողջ աշխարհում պետք է իր արդարությունը, պատմական արդարությունը վերականգնվի։ Ես էլ եմ շնորհակալ։